Դուք վաղ առավոտից այստեղ եք, չեք կարողանում ներս գնալ։ Որտեղից եք եկել։ Ես չի ասի, որ չեմ կարողանում ներս գնալ, ապահովության համար փակ է։ Հիմա կբացվի կգնանք։ Խնդրում եմ պրովոկացիան այսօրը ձեզ համար։ շատ մեծ խորհուրդ ունի Որտեղից եք եկել։ Հայաստանից։ Որ հատվածից էլի Հայաստանի, որ այսքան ճանապարհ հաղթարել եք, որպեսզի Այո, հաղթարել եմ որ կամ նոր հաճնից։ Եվ մեծ հաճույքով եմ եկել։ 18 թվականին, 1918 թվականին մենք կարողացանք այսեղ շատ լուրջ ճակատամարտում հաղթել եւ ինքնուրույնություն ձեռք բերել, որը հիմա բարուրի մեջ ենք պահում։ Շատերն ուզում են այդ ինքնուրույնությունը վերացնել պետությունը։ Ինքնուրույն ապրելու իրավունքը, պետություն լինելու իրավունքը բարուրի մեջ ենք պահում հիմա։ Վախվախելով, ավելի ճիշտ ոչ թե վախենալով, այլ սիրով ոնց որ մայրը իր երեխային է պահում։ Տեսնենք։ Տեսեք, գործող վարչապետը ասում է պատմական Հայաստանը մոռացեք եւ իրական Չի ասում մոռացեք։ Չի ասում մոռացեք։ Նա ասում է պատմական Հայաստանը ուրիշ է, բայց մենք իրականում մենք հիմա ես պատմական Հայաստանում ապրել եմ 25 տարի եւ այստեղ։ Դուք պիտի այսօրը տոնում թե իրական Հայաստան։ Իրական Հայաստան։ Սարդարապատի հերոսամարտը երբ է տեղի ունեցել։ 18 թվականին։ Դա պատմություն է թե իրական Դուք շփոթելու հարցեր եք տալիս։ Ես խնդրում եմ չասեք դա։ Հենց 18 թվականը դրեց իսկական Հայաստանի, ներկա Հայաստանի պատմությունը, թե չէ պիտի դա էլ գրավեր։ Ապարանը մի կողմից էին ուզում, Միրաքի կամուրջ մինչև հասան թուրքերը։ Իրական Հայաստանը սկսվել է Սարդարապատի հերոսամարտից։ Դե կարելի ասել, իհարկե, եթե Սարդարապատի հերոսամարտում մենք չհաղթեինք, հիմա չենք ունենա իսկական Հայաստան։ Սա էլ կանցներ արևմտյան։ Դուք այդպես չեք կարծում։ Իհարկե համարում է իրական Հայաստանի չէ։ Ինձ հիմի տարարար Կարաստանից։ Պատմական Հայաստանի մեջ է։ Թող այնքան հզոր լինենք, որ կարողանանք Արարատը նորից վերադարձնել։ Հիմա որ մեկի երեխան գնում է ուրիշ տեղ կամ հեռու տնից բերդ է գնում, քո կողքին է, չէ։ Կալանավորված է։ Հիմա Մասիսն է կալանավորված։ Այնքան հզոր եղեք, որ կարողանաք ետ վերեք։ Օրինակ գնում է 10 տարեկանից գնում է արտասահման սովորելու եւ 30 տարի չի վերադառնում։ Նա շարունակում է մնալ ձեր երեխան, թե այլևս ոչ։ Հոգեպես կարող է մնա, իհարկե կմնա։ Ես 25 տարի ուրիշ երկրում ապրել եմ, բայց երբեք չեմ մոռացել իմ Հայաստանը ու նորից վերադարձել եմ, կրթության տվել երեխաներիս ու ինքս էլ կրթվել ու շարունակում եմ, պաշտում եմ հիմա ներկայիս Հայաստանը։ Իհարկե հոգու մեջ ունենալով, հույս ունենալով, որ մի օր կկարողանանք, բայց առայժմ չենք կարող պատմական Հայաստանը ետ բերել։ Ես Դողուբեազետում նստել եմ ժամերով, արտասվել Մասիսի հակառակ կողմից նայելով, բայց մենք կարող ենք, հիմա ես երեխայից կարող եմ տանել ցանկացած տեղ, շատ դժվարությամբ ենք հասել այնտեղ, չէին թողնում, որ հայ եմ։ Եվ ուրեմն պետք է մոռանաք, որ դա Չէ, ոչ մեկն չի ասում մոռանալ։ Ես ձեզ խնդրում եմ, դուք էլ եք հայ, դուք էլ իմ նման, ես մի ասեք։ Ինչ զգացիք, երբ որ ասեց Արցախը Ադրբեջանի մաս եմ ճանաչում։ Որովհետև իր ասելով չէր, արդեն ճանաչված էր, ցավը տանեմ, կրթություն ստացած մարդիկ եք, ոնց եք կարողանում այդպես խոսել։ Նախկին նախագահներից ով էր հայտարարել այդ արտահայտությունը։ Նախկին նախարարներն ով էր հայտարարում, որ նախագահները ինչ էին հայտարարում, որ նախկինները հիմա Ես չէին կրթված չեմ, անկիրթ եմ, ես չգիտեմ։ Որ անկիրթ ես ինչ է ժուրնալիստի միկրոֆոնը վերցրել ձեռքը, չի կարելի։ Ես ժողովրդի մեջ եմ ապրում, ես ժողովրդին շատ լավ գիտեմ։ Նախ պատերազմի հենց առաջին օրերից, առաջին իսկ օրերից դրանք դեռ Քոչարյանի օրոք Ստամբուլում է նախ դա հաստատվել, բայց տելևիզորը որ նայեք տեսնեք։ Որ ալիքը նայենք։ Ինձ այդ պրովոկացիան հարցերը մի տվեք։ Հաճախ է լինում, իսկ պատերազմի առաջին օրերին չի ասի մի քանի օր անց ես անձամբ ինքս հիմա կանջներով լսել եմ, որ Պուտինը ասում էր։ Պուտինը ինչ կապ ունի Պուտինը։ Պուտինն է որոշում Արցախը Ադրբեջանը։ Այո, ձեր նման շատերը Հիմա որ Պուտինը ասի Երևանը Ադրբեջան է, պետքա դուք համակերպեք դրա։ Չենք համակերպում, պայքարում ենք էլի, որ չպայքարենք հիմա Ադրբեջան էր։ Հիմա դե վախենում ենք։ Ոնց եք պայքարում։
Պայքարում ենք զոհեր տալով ամեն ինչով։ Չփորձեք սխալ բան ժողովրդի մեջ տարածել։ Ես արդեն ասացի։ Կիրթ կին եք։ Ես արդեն ասացի, որ Հայաստանին թիկունք է կանգնել պետք, ոչ թե օտարներին փողով վաճառվել։ Եթե բոլորս նվիրվենք, շատ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, ինձ իզուր մի ասեք, դուք շատ լավ գիտեք։ Ու իմ մեծ ցավն է դա, որ միթե իրենք Հայաստանը չեն սիրում, որ նման բաներ են ասում։ Ինչ բաներ են ասում։ Ասացի։ Բա մեզ էլ ասեք։ Անին Էրդողանը շատ լավ բաներ արեց։ Տվեց նստելու իրավունք, մարդիկ ինչի համար է Ստամբուլում։ Ես չէի կարող գնալ Ֆրանսիա կամ Գերմանիա, շատ էի սիրում Գերմանիայում ապրել, Գերմանիայի պատմությունը գերմաներեն գիտեի, բայց չունեի հնարավորություն։ Ամենակարճ հերոսամարտի ժամանակ հայերը ում դեմ են կռվել։ Թուրքերի իհարկե։ Իսկ ձեր կարծիքով թուրքերը փոխվում են պատմության ընթացքում։ Հարցը շատ գլոբալ հարց է։ Նայած, պատերազմի ժամանակ դու ես կոտորում, իրանք էլ են կոտորում, բայց խաղաղ պայմաններում ժողովուրդը վատը չի։ Ադրբեջանցիներին ովքեր են օգնել հայերի դեմ պատերազմում։ Ռուսները։ Թուրքերը չեն եղել։ Թուրքերն էլ են եղել, նրանք ասում են մենք երկու պետություն մի ժողովուրդ ենք, բայց քրիստոնյան Մեր մուսուլմանին օգնեց, բայց քրիստոնյան կանգնեց հենց նրանց գլխին եւ օգնեց։ Առանց Ռուսաստանի։ Չէի կարող ասել, ես կցանկանայի, որ լիներ առանց սահմանների աշխարհ։ Այ դա կցանկանայի։ Ստահում եք թուրքերին, որ հայերի Չի կարող ասել կոտորած չեն իրական։ Դա չես կարող ասել, նայած ով է այդ ղեկավարը, նայած ինչպես են, ոչ մեկն չի կարող ասել։ Ոչ մեկը։ Եթե հզոր եղար, ոչ մեկը քո վրա չի գա։ Իսկ ոչ թույլ եղար, չկարողացար լավ զինվել, լավ պետությունը տնտեսապես եւ գործնական ամեն ինչով ուժեղ Ներողություն, Վեհապար հայրապետա կարգեք։ Ասա, հա։ Որպես երկինս երկին, ասաց մեր անապատոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես է մեր թողում մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ փորձություն, այդ գրյազ մեզ ճարը, զիքո էրայություն, և զորություն, և հարկ հավիտյանս ամեն։ Հոգվոց հանկուցելոց Քրիստոս Աստված արահանքիստ և ողորմություն և մեզ մեղավորացը շնորհյալ թողություն հանձնած։ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեսուկ, վաստանգությալ հոգվոս նաղաչեսուկ ըսպրկիչն մեր Քրիստոս, զիզնոսան դարդարսն դասեսը ևս մեզ կեցուսը շտորի ողորմության յուրո, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո, անոխակալ և բարեգութ, գտա քո արարչական սիրո վտի հոգի սանգուցյալ ծառայից քոց, և մանավանդ ի հոգիս զավակած ազգիս հայոց, որ նա տակեցան վասն պաշտպանության հայրենյաց և վասն հավատընթացս մայիսյան հերոսամարտից, իշահավոր մեծի գալստյան արքայության քո, արա արժանի, ողորմության, քավության և թողության մեղած, դասավորյալ պայծառացո անցուրպս քո հաչակողմյան դասուն, զիդու ես Տեր և արարիչ ամենեցուն, դադավոր կենթանյաց և մերելոց, և քեզ վայել է պարկ, իշխանություն և պատիվ,
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցիան քո, եկես արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս երկրի, ըսած մեր անապազոր, որ մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես մենք թողում մերոց սպարտաբանած, եւ մի տալիրս մեզ իբոցություն, այլ բրգյազ մեզ չարել, զիքոյ արքայություն եւ զորություն եւ հավիտյանս ամեն։ Իշատակն արդարոց Եղեցի օրհնության։ Ամեն։